Տիկնակ եւ պարոնայք, քննարկում ենք Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը, որը հայտնի է 1000 դրամների օրենք ժողովրդի շրջանում։ Այս օրենքի նախագիծը քննարկում ենք մի պայմաններում, երբ հազարավոր զոհված եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկների եւ զինծառայողների ընտանիքներ գտնվում են սոցիալական ծանր վիճակում։ Քննարկում ենք մի ժամանակաշրջանում, երբ տասնյակ կազմակերպություններ եւ հարյուրավոր անհատներ օգնություն են հավաքում զոհված եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար։ Բայց պետք է դժբախտաբար նշել, որ այդ օգնությունը հաճախ հավաքողների սոցիալական վիճակի վրա ավելի դրական ազդեցություն է ունենում, քան օգնությունների հասցեատերերի։ Հիմա այսա նոր տարի է եւ մենք շուտով կտեսնենք 5 հատ լիմոնադ, 7 հատ լավաշ, 12 հատ բլինչիկ եւ ամեն բլինչիկի համար 5 րոպեանոց գովազդային ռեպորտաժներ լրատվական տարբեր միջոցներով։ Եվ ահա այս քննարկվող նախագծով մենք շանս ենք ստանում, դեռ փաստ չի, որ այդ շանսը կօգտագործենք։ Մենք շանս ենք ստանում սկսել խնդրի ինստիտուցիոնալ լուծումը, որը հայրենիքի համար, պաշտպանության համար զոհված կամ հաշմանդամ դարձած անձանց երեխաներին կազատի սոցիալ նախարարությունների ընդունրաններում կամ օլիգարխների դռների տակ օրեր անցկացնելուց։ Սա այս օրենքի նախագծով մենք տեսական շանս ենք ստանում, որ այդ հարցը կլուծենք։ Այսինքն սկզբից Աստված հեռուպայի հունվարի 1-ից հետոյի դեպքերի վրա, հետո այս կառույցը կայանա հետադարձ, ուժ ունենա աշխատի եւ այստեղ հնչում է զորեղ, իսկապես զորեղ փաստարկը, որ իշխանությունը կոռումպացված է, որ իշխանությունը թալանչի է։ Որ իշխանությունը կոռումպացված եւ թալանչի է, այստեղ գոնե ինձ համար որևէ բանավեճ չկա։ Հարցը հետևյալն է, որ եթե այս օրենքը չընդունվի հանկարծ, իշխանությունը դադարելու է թալանչի կամ կոռումպացված լինել, կամ հիմա այս պահին մի շաբաթ առաջ այս օրենքը չկար, թող այդ նույն իշխանությունը կոռումպացված եւ թալանչի չլիներ։ Այսինքն զոհված զինծառայողի ուսման վարձ վճարել չկարողացող երեխային մենք ինչ ենք ասում ենք բալիկ ջան, քանի որ իշխանությունը թալանչի է, քո հայրն էլ մեր չափ խելք չի ունեցել, որ գնացել է հայրենիքի համար զոհվել, ուրեմն դու գնա օլիգարխների գովազդային կլիպներում մանեկենություն արա, կամ օրերդ անցկացրու գերատեսչությունների դռների տակ, որևէ չակերտավոր օլիգարխի կամ բարեգործի դռների տակ, Միջև մենք կանենք իշխանափոխություն, Հայաստանում կհաստատենք օրինականություն, ինչպես անում ենք արդեն 20 տարի ամեն գարուն, աշուն, ձմեռ եւ այլն։ Իշխանությունը կոռումպացված է, դա չի թեման։ Բայց եկեք կոչ անենք իշխանությունը կոռումպացված է, եկեք կոչ անենք համատարած թող մարդիկ չգնան բանակ։ Բոյկոտեն այդ կոռումպացված իշխանության կոռումպացված բանակը։ Այնա կակրած բանում Բաքվում Յան ազգանունով պոլիցայների առաջին ջոկատն է ձևավորվում։ Եկեք կոչ անենք պետիցիայով բոլորին գնան այդ բանին միանան։ Յան ազգանունով պոլիցայների ջոկատուն, որը այսօր Բաքվում ձևավորվում է։ Իմ արձանագրումը հետևյալն է. Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքը չպետք է լինի բարեգործության ու որևէ մեկի կմահաճույքի հույսի։ Են որ գնում են սելֆիներ են անում, ռեպորտաժներ են անում, տարանք է սարինք, կենարինք, նվաստացուցիչ է այդ մարդկանց համար։ Մենք այս 1000 դրամները իշխանությանը չենք տալիս, մենք տալիս ենք զինծառայողների ընտանիքներին։ Հիմա Զարա ջան։ Միխանգարը դիգիրզով։ Հանգիստ, հիմա խնդրում եմ րոպեն պահեք, ինչ եմ այդպես ասում, թույլ տուր, կարելի է, րոպեն կարդում ասում, հիմա ես կանդրադառնում։ Պարոն Փաշյան, ներողություն եմ խնդրում եմ, պահացա, ես կպատասխանեմ, ես որպես նիզվարող դուղ էլիք պատասխանեք, 6 րոպեն պարոն Փաշյանի պահեք, հարգելի գործընկեր, ես խնդրում եմ, եթե ուզում եք ելույթ ունենալ, հերթագրվեք ելույթ ունեցեք, բերեք էլեմենտար իրար հարգենք, պարոն Փաշինյան ջան, համեցեք 6 րոպե։ 6 րոպե սպայ։
Հարգելի Զարուհի, ինչու եմ այդպես ասում։ Որովհետև ի վերջո կոպիտ նախադասություններ եմ ասելու, բայց փաստն է նա։ Կա փաստ, մարդը զոհվել է, թե չի զոհվել։ Ներողություն, մարդը առաջին կարգի հաշմանդամ դարձել է, թե չի դարձել։ Հիմա երբ որ մարդը զոհվել է, այդ մարդու ընտանիք հետ 10 միլիոն միանվագը ստացել է, թե չի ստացել։ Այսինքն այդ մարդուն փողը չեն տալու, այդ մարդը սուսամնալու, ասելու է ես գործ տվող տղա չեմ, որ մեր աղբերները ինձնից գողանան, օրենքով ժողովրդի իմ հասանելի գումարը ես իրան չեմ ասում, չի ասելու այդ մարդը։ Եթե այդ մարդը ասելու է մենք գործ տվող ազգ չենք։ Գերմանիայում մեկը սիգարետը գցում է պատուհանից դուրս, 25 հոգի զանգում է ոստիկանություն։ Իսկ որ մենք ասում ենք գործ տվողած չենք, այդ որ ասում ենք բանակում թալանել են, այդ ո՞նց են թալանել, այդ որ բանակում եղել են չաստնայողներ, որոնք բարձր գաղափարներն են բանարել, ուսուցանել գործ չտալու, որ զինվորների աչքի առաջ թալանը տեղի ունենա, բենզինը տանեն, ուտելիքը տանեն, սնունդը տանեն, եւ ոչ մեկ ձեն չանի, որովհետեւ իրանք գործ տվող տղեկ չեն։ Այդ տենց են թալանել։ Ո՞նց է բա ուրիշտեղ։ Հիմա ես ընդհանրապես կարծում եմ, որ այս օրենքը բանակի մարտունակությունը այո բարձրացնում է։ Եվ ես ասում եմ չնայած էլի լավ չի տենց բան ասելը, բայց ես ինքս իմ օրինակի վրա եմ վերցնում, այս օրենքը ինքս երբ որ այդ կարճ մի քանի օրը, մի շաբաթը առաջնագծում էինք, կուզեի որ սենց օրենք գոյություն ունենար։ Այո, ես կուզեի եւ ես կողմ եմ քվեարկելու, չկա տենց ուզ, որ ինձ ստիպի հակառակն անել։ Հաջորդը, բայց ավելին ասեմ, ընդհանրապես մեր բանակը բոլոր առումներով կներեք պետքա դուրս դնել մեր բանակը բարեգործության օբյեկտ չի։ Մեր բանակը կարեկցանքի օբյեկտ չի։ Այո, բայց այսօր կան մարդիկ ակտիվիստներ տարբեր տեղեր, որ բանակի համար հանգանակություններ են անում, իրեր են տանում, էս են տանում, են տանում, են տանում։ Այո, բայց դա կներեք, ոնց որ մենք վերցնենք մի հատ կարկատանի կտոր, ասենք, տեսեք մեր շարվալի համար ինչ կարկատան ենք ճարել։ Այդ պետքա ինչ պետքա բա տեղի ունենա։ Այդ բոլոր հանրային ակտիվիստները, որոնք զբաղվում են այդ գործով, մի հատ ուրիշ իրանք առանց պետության միջամտության, թող հավաքվեն միտեղ հիմնադրամ ստեղծեն էլի նույն ձևի, լինեն իրանք հոգաբարձուների խորհուրդը, թող պաշտպանության նախարարության ներկայացուցիչն էլ գա, այդ մարդկանց ներկայացնի ծախսերի առաջնահերթությունը, որ ում մտքով այս 4-օրյա պատերազմի այո շատ մարդիկ շատ մեծ միջոցներ տվին, բայց ում մտքով ինչ ասեց առնում էր։ Ես Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչները ցույց են տվել, որ մարդիկ հերադիտակներ են գնել ուղարկել բանակ։ Եվ հետո էլ իմանալով, որ այդ հերադիտակները չի օգտագործվում, ասել են, բա ինչի չի օգտագործվում, հետո պարզվել է, որ այդ հերադիտակները ինֆրակարմիր ճառագայթ ունեն, որ հակառակորդի դիպուկահարի համար տեսանելի են դարձնում թիրախը։ Կներեք, ես շատ մեծ հարգանք ունեմ բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր բանակի կարիքների համար, սնունդ, բան, քնապարկ, կոշիկ եւ այլն, դրա համար մատակարարումներ են ապահովում, բայց ես կարծում եմ, որ բանակը չպետք է դառնա բարեգործության օբյեկտ։ Ընդհանրապես զոհված ազատամարտիկի ընտանիքը չի կարող լինի բարեգործության սուբյեկտ։ Նա կարեկցանքի օբյեկտ չպետք է լինի։ Մենք իրանց կարեկցելու բան չունենք, իրանք մեզ կարեկցելու բան ունեն, իրանք են մեզ կարեկցել։ Եվ էս է ամբողջ խնդիրը։ Իսկ ընդհանրապես էլի ես ուզում եմ շեշտել նախորդ ելույթում ասվածը, որ այո, պետք է մի հատ ուրիշ հանրային վերահսկողություն, շատ կարևոր թեմա։ Էլի եմ ասում, ինչի պետք է բանակում ծառայող զինվորի ծնողը գնա վերնիսաժից սապո գառնի, չգիտեմ ինչ առնի ուղարկի։ Հիմա մենք այդ հա լավ է, զինծառայողների ընտանիքներին այս 1000 դրամներից ազատում ենք։ Բայց այդ 1000 դրամներից ազատելը ես կողմ եմ մենք իրանց 1000 դրամից չազատենք, մենք իրան 100,000 դրամներից ազատենք, որ ինքը ուսանողի նման բանակում պահում է իր զինվորին։ Եվ վերջում, բայց ամենակարևորը, այստեղ ամենակարևոր քաղաքական հարցը կա։ Երբեմն ցավոք սրտի տպավորություն ստացվում, որ Հայաստանում կան շրջանակներ, կան անհատներ, որոնք կամա թե ակամա մոտավորապես հետևյալ դիրքորոշումն են արտահայտում։ Ինչ են ասում, ասում են, դե գիտեք, Սերժ Սարգսյանը թող եւս 800,
եւս 8000, եւս 40000 կիլոմետր տարածք զիջի, որ մենք վերջում գնանք Լոս Անջելեսում նստած ասուլիս անենք, ասենք տեսակ, որ մենք ճիշտ ենք ասում։ Ես ինձ երբեք այս կատեգորիայի մարդկանցից չեմ համարել ու չեմ համարել, ասել եմ իմ անունից եմ ասում եւ այն մարդիկ, ովքեր ում համախոհ եմ համարում, նրանց անունից են ասում։ Մենք այս հայրենիքը որևէ մեկին չենք զիջի, մենք ոչինչ չենք խնայի հանուն հայրենիքի, նույնիսկ ինքներս մեզ։ Շնորհակալություն։